Siz nasıl Karabağ'a girdiyseniz. Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Zengezur'dan, Karabağ'dan geçer. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Հայաստանի տարածքով Թուրքիայի պահանջած Զանգեզուրի միջանցք կոչվածի կամ փաստաթղթով Թրամփի ուղու դեմ պաշտոնապես հանդես է գալիս Իրանը։ Միայն թե սրա մասին իմանում ենք ոչ թե հայկական կողմից, այլ իրանական պետական լրատվամիջոցներից։ Հանդիպել են Թեհրանում Հայաստանի դեսպանը եւ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Ակբար Վիլայեթին։ Գերագույն առաջնորդը Իրանում որոշում ներկայացնող գլխավոր անձն է։ Նույն հանդիպման մասին Հայաստանի դեսպանության եւ իրանական կողմի տարածած լուսանկարը մեկն է ու նույնը, տեքստերը խիստ տարբեր։ Իրանական պետական մեդիայի վերնագրում Կովկասի համար Թրամփի պլանն արտացոլում է Զանգեզուրի միջանցքը։ Տեքստում կարդում ենք. Վիլայեթին ասել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն եւ զգուշանում է իր անվտանգային միջավայրին սպառնացող վտանգներից։ Պնդել է, որ միջանցքը կարող է հնարավորություն տալ ՆԱՏՕ-ին ներկայություն հաստատել Իրանի հյուսիսում, լուրջ անվտանգային ռիսկեր ստեղծելով Իրանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային մասերի համար։ Հավելել է, որ Թրամփի ծրագիրը գործնականում նույն Զանգեզուրի միջանցք կոչված նախագիծն է, միայն թե անունն է ուրիշ եւ այժմ իրականացվում է Հայաստան-ամերիկյան ընկերությունների մտնելու միջոցով։ Վիլայեթին ասել է, որ Միացյալ Նահանգներն ունի զգայուն տարածաշրջաններ տնտեսական նախաձեռնություններով մտնելու պատմություն, սակայն նման ներգրավվածությունը աստիճանաբար ընդլայնվել է ռազմական եւ անվտանգության չափումներով։ Գրեթե բառացի նույն տեքստն է իրանական մեկ այլ լրատվամիջոցում։ Իրանը դեմ է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Կովկասյան ծրագրին, քանի որ այն լուրջ սպառնալիք է Իրանի անվտանգության համար։ Այսպես կոչված Թրամփի ծրագիրը նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքը եւ Իրանը կտրականապես դեմ է դրան։ Եվ այդ նույն հանդիպման մասին ահա թե ինչ է պատմում Հայաստանի քաղաքացիներին ու ինչի մասին փաստացի լռում Փաշինյանի կառավարությունը։ Անդրադառնալով տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացին, դեսպան Հակոբյանն ընդգծել է, որ TRIP ուղին կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա եւ ստեղծվելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակցվածության ու տնտեսական զարգացման համար։ Հայաստանի դեսպանը վերահաստատել է, որ Երևանը բարձր է գնահատում վերոնշյալ սկզբունքներն անվերապահորեն հարգելու վերաբերյալ Թեհրանի աներկբա դիրքորոշումը եւ փոխադարձաբար հաշվի է առնում բարեկամ Իրանի անվտանգային ու քաղաքական զգայունությունները։ Ստացվում է, որ Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին չի հայտնում Թրամփի ուղի Զանգեզուրի միջանցք նախագծին Իրանի բացահայտ դիմադրության մասին, որ Հայաստանի քաղաքացիներին Փաշինյանը ներկայացնում է միայն դիվանագիտական շփումների այն կողմը, որը բխում է իր շահից։ Կարող ենք հետևություն անել, որ Փաշինյանը նման կերպ է վարվում նաև այլ երկրների հետ շփումների պարագայում, հայտնելով միայն այն, ինչը հարմար է համարում։ Այստեղ բացառում ենք հավանականությունը, որ Հայաստանի դեսպանը չի ընկալել իրանական կողմից իրեն փոխանցված դիվանագիտական ուղերձը։ Նախագծի նկարահանման պահին արտաքին գործերի նախարարությունից որևէ մեկնաբանություն չի եղել։ Եթե լինի, կներկայացնենք հաջորդ թողարկման ընթացքում, ինչպես միշտ ենք անում, թեև հակառակի մասին անտեղի պնդումներ են եղել։ Իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը դիտեք։ Էրդողանի թուրքական միջանցքի եւ թուրքական աշխարհի միավորման պլանը բառացի կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ The TRIP route project have full potential to become an important component of the middle corridor. Էրդողանը ոչ թե հերքում է Բաքվին զենք տալու եւ հայերի դեմ ահաբեկիչներ ուղարկելու մասին պնդումները, այլ զայրանում է, որ իրեն քննադատել են դրա համար։ Karabağ'ın 44 gün süren Vatan muharebesinde Հայաստանի տարածքում ամերիկյան ներկայությունից առաջին նոքուտ քաղել եւ դա Վաշինգտոնի վրա վաճառել փորձում են թուրքերը։ Zangezur, efendim biliyorsunuz doğumuzda Ermenistan'da. Եվ վերջում հարցազրույց այսօր Yektan Türk Yılmaz, քուրդ պատմաբան։ Հայոց ցեղասպանությունն առնչվում է Թուրքիայի գոյությանը, Թուրքիան ստեղծվել է պատմական Հայաստանի ավերակների վրա եւ իրական Թուրքիայում թալյատներին ու enverներին են նորից հերոսացնում։ Öte yandan Talatların, Enverlerin yeniden kahraman ilan edildiği bir Türkiye.
Եվ այսպես Էրդողանի թուրքական միջանցքի եւ թուրքական աշխարհի պլանը բառացի կրկնում է Նիկոլ Փաշինյանը։ Գերմանիա այցի ընթացքում խոսելով Սյունիքի մասին նա հայտնել է, որ ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ է վարում Թրամփի ուղու իրականացման ընդհանուր պայմանների շուրջ։ Trip Company-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը կգրանցվի Հայաստանում եւ կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, ինչպես նաեւ օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք արդեն հաջորդ տարի կանցնեն փաստացի իրականացման եւ շինարարության փուլին։ Եվ սրանից անմիջապես հետո է Նիկոլ Փաշինյանն արել այն հայտարարությունը, որը կարող ենք ասել Թուրքիայի պետական քաղաքականության ռազմավարական ուղղություններից եւ ձևակերպումներից մեկն է։ In fact, the Trip project, together with the opening of communications between Armenia and Turkey, have full potential to become an important component of the Middle Corridor, providing unimpeded connectivity between Europe, South Caucasus and Central Asia. Trip-ուղի նախագիծն ունի լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր բաղադրիչ։ Սա բառացի այն է, ինչ ասում են Էրդողանը եւ նրա պաշտոնյաները Հայաստանի տարածքի Զանգեզուրի միջանցք կոչվածի, եթե կուզեք, Trip-ի մասին։ Այն համարվում է թուրքական միջին միջանցքի մասը, պաշտոնապես եւ Էրդողանի ձևակերպմամբ։ Զանգեզուրի միջանցքի բացումը միջին միջանցքի համար ունենալու է ռազմավարական նշանակություն, սա արդեն ոչ թե Փաշինյանի, այլ հենց Էրդողանի հայտարարությունն է։ Երբ միջանցքը բացվի, թուրքական ապրանքները անցնելով Կասպից ծովը ավելի արագ են հասնելու Միջին Ասիա եւ Չինաստան։ Եվրոպայից Չինաստան փոխադրվող ապրանքներն էլ սկսելու են անցնել Թուրքիայով։ Միջին միջանցքի բացումը հարավից մինչև Թուրքիա եւ Ադրբեջան ներառում է բազմաթիվ երկրներ։ Բացի այդ, Չինաստանից եկող ճանապարհներն են ամբողջանում։ Թուրք լրագրողներին քարտեզը բացատրել է Էրդողանը, երբ վերադառնում էր Արցախի օկուպացված մայրաքաղաք հերթական այցից ու անցել Հայաստանի տարածքի ռազմավարական նշանակությունը ներկայացնելուն, հավելելով, որ իր նշածի համատեքստում ամենակարևորը Զանգեզուրի գիծն է։ Այդ գիծը ներառում է նաև երկաթուղային համակարգ ու այդ կերպ բեռնափոխադրումների մասով Զանգեզուրի գծի կարևորությունն ավելի է մեծանում եւ մեծանալու է, ասել է Էրդողանը։ Ըստ նրա, միջին միջանցքն իր ամբողջ ուժն այստեղից է ստանում, սա Էրդողանի բառացի ձևակերպումն է, ու կարևոր է, որ միջին միջանցքը Զանգեզուրի գծով ամբողջանա։ Էրդողանն այս հայտարարությունն արել է Փաշինյանի հետ Ստամբուլում հանդիպումից հետո, որին հետևել էր նրա այցն Արցախի օկուպացված մայրաքաղաք Ալիևին տեսնելու եւ վերադարձին օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը։ Էրդողանը բառացի ասել է. Հայաստանը սկզբում դեմ էր Զանգեզուրի միջանցքին, բայց հիմա տնտեսական ինտեգրացիային մասնակցելու համար ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում։ Աղբյուրը Թուրքիայի նախագահականի կայքն է։ Փաշինյանի ճկունության մասին Էրդողանը խոսեց իր երազած Թուրանի մասին այս հայտարարությունից հետո։ Վայ, նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիք վատա դա։ Էրդողանի եւս մեկ հայտարարություն Արցախից վերադարձող այդ նույն օդանավի մեջ սա հուլիսին է եղել։ Այն խաղաղությունը, որի տակ ստորագրելու են Հայաստանն ու Ադրբեջանը, փոխելու է տարածաշրջանի մթնոլորտը, բոլորը ականատես են լինելու, թե ինչպես են պատմական հնարավորության պատուհանները բացվելու մեկը մյուսի հետևից։ Այո, պատմական հնարավորության պատուհաններ են բացվելու մեկը մյուսի հետևից, բայց ում համար։ Էրդողանն այդ պատուհանները վստահաբար հայերի համար չի բացելու, ու պարզագույն այս տրամաբանության կողքին նաև ուղիղ հայտարարությունները կան։ Բավական է հիշել միայն Փաշինյան-Ալիև խաղաղության համաձայնագիր կոչվածի մասին Էրդողանի այս հայտարարությունը թուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ Ալիևի եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու պետությունների առաջնորդների ներկայությամբ, թե խաղաղության այդ համաձայնագիրը բազմաթիվ hնարավորություններ է բացելու թուրքական աշխարհի համար։ Türk dünyamız için stratejik önemi haiz Kafkaslar'da yaşanan gelişmeleri yakından takip ediyoruz. Can Azerbaycan'ın Ermenistan'la barış anlaşması üzerinde Թուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք։ Ուրախ ենք, որ Can-Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ İki ülke arasında kalıcı barış tesis edilebildiği takdirde bu durum şüphesiz Türk dünyamız için birçok fırsatı da beraberinde getirecektir. Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական խաղաղություն, ապա այդ դրությունը անկասկած բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը իմ սիրելի եղբայր Ալիևը պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ։ Doğu ile Batı arasında güvenli ve kesintisiz
ulaşım hattını teşkil eden ortak koridor Միջին միջանցքը, որն ապահովում է արևելքի եւ արևմուտքի միջև անվտանգ եւ անխափան փոխադրումներ, առանձնանում է որպես ռազմավարական երթուղի։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս թուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում գործակցությանը միջին միջանցքի հաջողության համար եւ ակնկալում ենք անդամ պետությունների աջակցությունը։ Kıbrıs'ta, Karabağ'da, Bosna'da ve bugün de Gazze'de yaşanan trajediler Անցյալում Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում եւ այսօր Գազայում տեղի ունեցած ողբերգությունները մեզ հիշեցնում են, որ պետք է մտածենք մեր սահմաններից այն կողմ։ Մինչ մենք հոգ ենք տանում միմյանց մասին, ինչպես պահանջում է մեր եղբայրությունը, պետք է մեր միջև համերաշխությունը ավելի տեսանելի դարձնենք։ Եվ իհարկե Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ուրալօղլու, որն ամեն շաբաթյա ռեժիմով Թուրքիայի հեռուստադիտողներին բացատրում է այն, ինչը Փաշինյանն արդեն համոզում է Հայաստանի քաղաքացիներին։ Զանգեզուրի միջանցք կոչված է Թրամփի ուղին, թուրքական միջին միջանցքի մասն է։ Իհարկե, թուրքական աշխարհի վերաբերյալ նախ Զանգեզուրը։ Orta koridoru konuşalım. Orta koridor. Orta koridor Zengezur'da onun bir Եկեք խոսենք միջին միջանցքի մասին։ Զանգեզուրը դրա մի մասն է։ Միջին միջանցքը իսկապես արժեքավոր է։ Երբ մենք կապվենք Զանգեզուրի հետ, այն կունենա հատուկ արժեք։ ayrı bir kıymeti olacaktır onun. Սա ձեր ամենակարևոր նախագծերից mեկն է։ Ve buradan Çin'den Այո, Չինաստանից դուրս եկող բեռնատարները այս միջանցքով 18 օրում կարող են հասնել Լոնդոն։ 18 günde geçilebilen burada bir koridor var. Peki bir şey soracağım. Şu an Լավ, մի հարց, այդ դեղինով նշված ճանապարհը, միջին միջանցքը հիմա պատրաստ է։ koridor dediğiniz bu yol, bu ticaret yolu bitti mi? Şu anda işler halde. Այս պահին կառուցվում է։ Դեռ չենք կարողանում փոխադրել բեռներ այն ծավալով, որով ցանկանում ենք, բայց աշխատանքներ են տարվում։ Biz Kars'la Մենք նախ դրան հասանք Բաքու ու Թբիլիսի Կարսով։ Այս միջանցքը այժմ գործում է, բայց պետք է մեծացնենք թողունակությունը։ ama onun kapasitesini artırmamız gerekiyor. Zengezur koridor Զանգեզուրի միջանցքը էականորեն կավելացնի թողունակությունը։ destek vermiş. Zengezur Որտեղ է Զանգեզուրը այստեղ։ Hemen şu noktada onun haritası. Զանգեզուրը հենց այստեղ է։ Ստացվում է, որ Թուրանից մինչև Միջին Միջանցք եւ Սյունիք Փաշինյանի եւ Թուրքիայի իշխանությունների դիրքորոշումները համընկնում են։ Խնդիրն այն է, որ Թուրանի իրագործման պարագայում եւ դրա ճանապարհին Միջին Միջանցքի մաս դարձած Հայաստանի գոյությունը մեծ հարցականի տակ է դրվում։ Թուրանը չի ենթադրում Հայաստանի գոյություն։ Թուրքիայում, որտեղ Թուրանի մասին մի ժամանակ շշուկով էին խոսում, հիմա նախագահ Էրդողանն իր մեծ Թուրանի օպերացիան փաստաթղթավորել է 198 էջով։ Մեծ շնորհանդես է կազմակերպել ու գրեթե 1 ժամ խոսել թուրքական աշխարհը պառակտել փորձողների եւ միավորելու իր ջանքերի մասին։ Էրդողանը ներկայացրել է թուրքական աշխարհի տեսլականը ըստ իր Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ իհարկե սկսել է նրանից, որ աշխարհը դեմ է թուրքերի միավորմանը, իսկ պանթյուրքիզմի քարոզանողներին կախաղան էին հանում։ Տեսնես ինչու։ Türklerin birbiriyle Բոլոր միջոցները փորձվել են, որպիսի կանխեն թուրքերի միավորվելը, մեկ սիրտ ու մեկ բռունցք դառնալը։ için tüm yollar denendi. Kimliğini savunan, değerlerine sahip çıkan münevverler Turancılıkla suçlanarak Մեր ինքնությունն ու արժեքները պաշտպանող մտավորականները մեղադրվել են պանթյուրքիզմի մեջ, կամ բանտարկվել, կամ աքսորվել, կամ դարձել են գնդակահարության եւ կախաղանի զոհ։ kurbanı oldu. Էրդողանը հիշեցրել է, որ թուրքական աշխարհի գոյության մասին հիշատակելն արգելված էր ոչ միայն Թուրքիայի սահմաններից դուրս, այլև Թուրքիայում 1940-ականների միակուսակցական դարաշրջանում։ Էրդողանը հիշեցրել է, որ 1944 թվականին շատ մտավորականներ, գրողներ եւ արվեստագետներ բանտարկվել են, խոշտանգվել են թուրանիստ պիտակի պատճառով։ Պարզապես Թուրքիայից դուրս գտնվող թուրքերի ուղղությամբ հետաքրքրություն դրսևորելու համար։ Այստեղ իհարկե Թուրքիայի ընդդիմությանն է թիրախավորում նախընտրական քարոզչության տրամաբանությամբ, իբր ինքն ուզում է միավորել թուրքերին, իսկ այ քեմալական ընդդիմադիրները դրան դեմ էին։ Պանթյուրքիզմի եւ թուրանիզմի գաղափարները փառաբանող Էրդողանը հիշել է նաեւ Արցախը, որովհետեւ Արցախում պատերազմը եւ Արցախի օկուպացիան այդ գաղափարների շրջանակում էին, ոչ թե որովհետեւ Ալիևն իսկապես հավատում է, թե Արցախը պատմական ադրբեջանական հող է։ Պատմական հող ասվածն այս պլանի մարդկանց աչքին թոս փչելու շերտն է։ Սյունիքի եւ Հայաստանի տարածքի վրա թուրքերն աչք են դրել այս նույն տրամաբանությամբ եւ նույն տրամաբանությամբ է, որ հիմա Ալիևը հայտարարում է, թե Հայաստանի ամբողջ տարածքն է պատմական ադրբեջանական հող։ Karabağ'ın 44 gün süren
Vatan Muharebesi'nde Ղարաբաղում 44 օրյա հայրենական պատերազմի ժամանակ Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու մեջ, հիմնվելով Թուրքիայի թշնամիների կողմից տարածվող լուրերի վրա։ Հիշեք, Türkiye'yi Azerbaycan'a destek vermekle suçladılar. Hatırlayın. GDP-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն դուրս եկավ եւ ասաց հենց սա. Aynen şunu söyledi. Maalesef gelen haberlerde Türkiye'den Azerbaycan'a silah yardımı yapıldı ve söylentilere göre cihatçı grupların Azerbaycan'a gönderildiği ifade ediliyor dedi. Ցավոք, հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին եւ ըստ լուրերի ջիհադիստական խմբեր են ուղարկում Ադրբեջան։ Թող ամաչեն, որ Ղարաբաղի ազատագրման ժամանակ իրենք այս դիրքորոշումն են ունեցել։ Մենք նույն հեռատեսության եւ նույն խղճի պակասի ականատեսն էինք ոչ միայն Ղարաբաղում, այլ դրանից առաջ սիրիական հակամարտության ժամանակ։ Էրդողանը ոչ թե հերքում է Ադրբեջանին զենք մատակարարելու եւ հայերի դեմ ահաբեկիչներ ուղարկելու մասին պնդումները, այլ զայրանում է, որ իր այդ քայլն ընդդիմությունը քննադատել է։ Սա նշանակում է, որ Էրդողանը եւս մեկ անգամ բառացի հայտարարում է այն, ինչը գիտենք բոլորս, բայց ոմանք ձևացնում են, թե այս պայմաններում կարգավորում հնարավոր է, առևտուր հնարավոր է։ Սա նշանակում է, որ Էրդողանն այլևս չի կրկնի Արցախում կատարվածը, օրինակ Սյունիքում, եթե դա համարում է արդյունավետ միջոց իր ծրագրերին հասնելու համար։ Եվ ընդհանրապես, ինչու է Էրդողանը փորձում միավորել թուրքերին եւ թուրքական աշխարհը, բայց պնդում թե հայերը Հայաստանում չպետք է լսեն սփյուռքի հայերին, հայերը չպետք է միավորվեն։ Սա տարօրինակ չէ, սա հարցեր չի առաջացնում։ Էրդողանը շարունակել է խոսել Թուրքի եւ թուրքական աշխարհի թշնամիների մասին, պնդելով նրանք, ովքեր փորձել են կառավարել Թուրքիան, երկիրը մեկուսացնելով մյուս թուրքերից, Թուրքիան դարձրել են միայնակ եւ այդ անտարբերությանը վերջ է դրել Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգուտ Օզալը։ Եվ Էրդողանն ինքը բառացի ասում է, որ թուրքական աշխարհի միավորման երազանքը ծիլ է տվել խորհրդային միության փլուզման պահին։ 1990'ların hemen başında Sovyetlerin dağılmasıyla birlikte yeni bir dönem başladı. 1990-ականների սկզբին խորհրդային միության փլուզմամբ սկսվեց նոր դարաշրջան։ 1991-ին, երբ թուրքալեզու պետությունները ձեռք բերեցին իրենց անկախությունը, Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց այս եղբայրական հանրապետությունների անկախությունը։ 1992 senesinde 1992 թվականին Թուրքիայի նախաձեռնությամբ սկսեցին կազմակերպվել թուրքալեզու երկրների ղեկավարների գագաթաժողովերը։ Հանգուցալ Թուրգուտ Օզալի խոսքը. հնարավորությունների դռներ են բացվել Թուրքիայի առջև, 21-րդ դարը կլինի թուրքերի եւ Թուրքիայի դարը, շատ իմաստալից էին։ Türkiye'nin önünde hacet kapıları açılmıştır. 21. asır Türk ve Türkiye asrı olacaktır. Merhum Özal'dan sonra rahmetli Demirel'de Հանգուցալ Օզալից հետո հանգուցալ Դեմիրելը նույնպես մեծ նշանակություն տվեց թուրքալեզու աշխարհի հետ հարաբերությունների զարգացմանը։ Իհարկե, մեր երկրում այս պայքարի դրոշակակիրը ազգայնական շարժման կուսակցության հիմնադիր Արփասլան Թուրքեշն էր։ Milliyetçi Hareket Partisi'nin kurucusu ve ilk genel başkanı rahmetli Alparslan Türkeş yapmıştır. Bu vesileyle Türkiye'nin Türk dünyasıyla kucaklaşması için Այս առիթով ես կրկին երախտագիտությամբ եմ հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց գրչով եւ խոսքով ձգտել են, որ Թուրքիան ընդունի թուրքական աշխարհը։ Մենք իրականություն ենք դարձրել այս միասնությունը, համերաշխությունն ու եղբայրությունը, որին նրանք ձգտում էին վերջին 23 տարիների ընթացքում ձեռնարկած քայլերով։ 3 yıldır attığımız adımlarla biz gerçeğe dönüştürüyoruz. Կարևոր է նկատել, որ թուրքական աշխարհը Թուրքիայի ձեռքի տակ միավորելու ուղղությամբ Թուրքիան առաջին քայլն անում են, երբ ռուսները թուլացած են խորհրդային միության փլուզման ժամանակ։ Երկրորդ քայլը, երբ ռուսները զբաղված են Ուկրաինայում արևմուտքի հետ բախման պայմաններում։
Թուրքիայում փորձում են հասկանալ Թուրքիայի կարևորությունը Միացյալ Նահանգների համար եւ անգամ այս փորձերի ժամանակ հիշում են Հայաստանի տարածքն ու Զանգեզուրի միջանցք կոչվածը, որը փաստացի թուրքերի համար իրողություն դարձավ Վաշինգտոնի պայմանավորվածություններով, երբ Փաշինյանը Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությամբ եւ փաստաթղթով համաձայնեց անխոչնդոտ անցում տալ թուրքերին եւ ադրբեջանցիներին։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը։ Հիմա թուրքերը քննարկում են սա, նախընդգծելով, որ հակառակ Թուրքիա-Իսրայել թշնամանքին, որն այս օրերին մանավանդ դրսևորվում է Սիրիայի համար պայքարում, Միացյալ Նահանգները ցանկանում է միավորել իր երկու դաշնակիցներին։ Bu İbrahim anlaşmalarının Türkiye'yi de Չափազանց կարևոր էր ընդլայնելը Աբրահամի համաձայնագրերը, ներառելով նաև Թուրքիան, որովհետև Միացյալ Նահանգները այս կերպ ամրապնդելով Իսրայելի դիրքերը ցույց տվեցին, որ այստեղ կարող է խաղաղություն հաստատվել եւ այս խաղաղությամբ Թուրքիա-Իսրայել զույգը կարող է գերիշխող դիրք գրավել այս տարածաշրջանում Կասպից ծովից դեպի արևմուտք։ yoluna geçebileceğini dile getirdi. Եվ հենց այստեղ իհարկե խոսքը հասնում է Հայաստանի տարածքին։ Zangezur'a efendim biliyorsunuz doğumuzda Ermenistan da Ինչպես գիտեք, Զանգեզուրը մեր արևելքում Հայաստանում է, որտեղ քայլարվեց եւ խաղաղության համաձայնագիր կնքվեց։ Այնտեղ կկառուցվեն ճանապարհներ, թունելներ, որոնք կձգվեն մինչև կենտրոնական Ասիա եւ այնտեղ արդեն կառուցվել են նոր մայրուղիներ եւ դրանք ի վերջո կառանձնանան որպես միջանկյալ ճանապարհ Ադրբեջանի միջով կենտրոնական Ասիա հասնելու, այնտեղի թուրքական պետությունների ուղղությամբ şarjվելու համար։ açılmanın da oradaki Türk devletlerine doğru da açılmanın da ara hattı olaraktan ön plana çıkacak. Bununla Zengezur'da peki ne oldu? Birden sanki Başkan Trump bu meselenin hep ortasında ve içinde çok Զանգեզուրն ինչպես ստացվեց, կարծես նախագահ Թրամփը միշտ այս հարցի կենտրոնում էր, շատ խաղաղ եւ նա ապահովեց բոլոր խնդիրների հաղթահարելը, ասաց կօգտագործեք իմ անունը Զանգեզուրում եւ ես դա կանեմ։ düştü. Hem de ama ikinci bir şey de dedi ki ben Zengezur'unda benim adımı kullanacaksınız. Bunu da ben yaptırıyorum. Yani ben hallettim. Զանգեզուրի միջանցք կոչվածը Թուրքիայում դիտարկում են որպես Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները, որոնք վերջին տարիներին Էրդողանը բարդացրել էր վերակառուցելու հնարավորություններից մեկը։ Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ամերիկյան ներկայությունից անգամ առաջին օգուտ քաղել եւ դա այսպես ասենք Վաշինգտոնի վրա վաճառել փորձում են թուրքերը։ Եվ պետք է նաև ավելացնել, որ Արցախում պատերազմից հետո Թուրքիան ինտենսիվ աշխատել է ամերիկյան կողմի հետ, թուրքական շահերը ներկայացնելով ամերիկյան şahերի տրամաբանության մեջ։ Bir husus daha var. Bu da çok önemsenmesi gereken şey. Amerika Birleşik Devletleri gerçekte ve bütün bunları ortaya atarken ne istiyor veya ne istemiyor? Կա մի հանգամանք եւ շատ կարեւոր է այն հաշվի առնել։ Ինչ է իրականում ուզում կամ չի ուզում Միացյալ Նահանգները այս ամենը առաջ տանելով։ Այս հարցերի պատասխանները դեռ པարզ չեն։ Տեսեք, նախագահ Տրամփը կոշտ, ագրեսիվ է խոսում, բայց նա միշտ գովել է Թուրքիան եւ ստեղծել է մի միջավայր, որտեղ միշտ արտահայտել է իր աջակցությունը Թուրքիային։ Այլ կերպ ասած, եւ ես սա շատ հստակ եմ ասում, հիմնվելով պարոն Բարակի խոսքերի վրա, Թուրքիան Միացյալ Նահանգների համար հաղթաթուղթ է մերձավոր արևելքի խնդիրը լուծելու համար։ Եվ անգամ մերձավոր արևելքից ավելին հաշվի առնելով թիրախային նոր ուղղությունը կենտրոնական Ասիա կամ ինչպես թուրքերն են ասում, անգամ դասագրքերում ու պաշտոնապես գրում Թուրքիստան։ Եվ Թուրքիայի ու Թուրքիստանի ուղիղ մեջտեղում քարտեզի վրա Հայաստանն է։ Իրական Թուրքիա նախագծի երկրորդ մասում հարցազրույց է։ Այսօր Yektan Türk-Yılmaz քուրդ պատմաբան, որն ուսումնասիրում է հայոց ցեղասպանությունը, որը մոտ 10 տարի առաջ Հայաստանում սկանդալի մեջ էր հայտնվել, փորձել էր երկրից դուրս հանել արժեքավոր գիրք իր պնդմամբ, չիմանալով արգելքի մասին։ Գործը հասել էր դատարան, բայց ամեն ինչ ավարտվել էր նաև ցեղասպանագիտության եւ հայոց պատմության առաջատար հայ մասնագետներից, հայ գիտնականներից Ռիչարդ Հովհաննիսյանի միջամտությամբ, այնպես որ քուրդ պատմաբան, որն այս հարցազրույցի ընթացքում Արցախում կատարված է որակում է էթնիկ զտում, առաջարկելով նկատել, որ Թուրքիան ոչ միայն ներգրավվեց այդ պատերազմում, այլև ուզում էր, որ բոլորը տեսնեն դա։ Քուրդ պատմաբանը բացառում է հայոց ցեղասպանության այն պատճառը, որը թուրքերն են նշում, որը Փաշինյանն է ակնարկում, ասելով, թե ցեղասպանության պատճառները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Իբր թուրքերը կոտորել են հայերին,
ապստամբության պատճառով։ Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի գոյությանն առնչվող հարց է։ Թուրքիան կառուցված է Արևմտյան Հայաստանի պատմական Հայաստանի ավերակների վրա, նշում է քուրդ պատմաբանն ու հավելում. այսօր Թուրքիայում հակահայ տրամադրությունները հայերի դեմ թշնամանքը մի քանի անգամ ավելի լայն է տարածված, քան 2000-ականների սկզբին, եւ պատճառն Էրդողանն է, որը հերոսացնում է Աբդուլհամիդին, Թալյաթին եւ Էնվերին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մերհաբալա։ Ինչու որոշեցիք դուք հայերեն սովորել։ Որովհետև ես գիտեի, որ ես Չեխոսլովակիան վրա պիտի հետազոտություններ պիտի անեի, ադոր համար սկսեցի բոլսի մեջ սորվել։ Ինքն հայկական արմատներ Չունիմ, ես մաքուր Հայաստանի արումով Հայաստանի դենս են ասում, մաքուր քուրդ եմ։ Սկսենք։ Այո։ Թուրքերեն։ Թուրքերեն ալգլա։ Թուրքերեն, օքեյ։ Сайн Հայերեն չլա։ Sayın Türk Yılmaz, bu fırsat için öncelikle teşekkür demek istiyorum. Պարոն Թուրք Yılmaz, նախ շնորհակալ եմ հարցազրույցի այս հնարավորության համար եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացի մասին եմ ձեզ հարցնելու, բայց դրանից առաջ։ Ինչպիսի Թուրքիայի առաջ ենք կանգնած հայերը, քրդերը, Հայաստանը, ինչպիսի Թուրքիայի եւ ինչպիսի Թուրքիայի կառավարության առաջ ենք kangnaц։ Nasıl bir Türkiye ve Türkiye hükümetiyle karşı karşıyayız biz? Çok teşekkür ederim ilk başta davetiniz için. Ve çok yerinde bir soru. Yani böyle başlamak gerekirdi. Çünkü ilginç bir Türkiye ile. Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ սա շատ տեղին հարց էր։ Հենց այդ տեղից էլ պետք է սկսել։ Որովհետև մենք հետաքրքիր Թուրքիայի առաջ ենք կանգնած։ Եթե դիտարկենք մինչև 2000-ականների սկիզբը, նույնիսկ մինչև 2010 թվականը ընկած ժամանակահատվածը, ապա Թուրքիան ուժեղ պետական ավանդույթներ ունեցող երկիր էր։ Yani devlet kurumları çok güçlüdür Türkiye'de. Այսինքն պետական ինստիտուտներն ուժեղ էին Թուրքիայում, բյուրոկրատիան ուժեղ էր։ Ընդ որում խոսքս միայն հանրապետական շրջանի մասին չէ, իրականում այդպես էր նաև 19-րդ դարում, նույնիսկ Օսմանյան կայսրության շրջանում։ Հիմա վերջին 10 տարիների ընթացքում, ինչպես բոլորդ գիտեք եւ ինչպես բոլորը տեսնում են, Թուրքիայում ավտորիտարիզմի գործընթաց է։ Թուրքիայում պետական ինստիտուտները հիմնականում քայքայվել են, նույնիսկ փլուզվել։ Մենք այլևս կանգնած ենք ոչ թե ուժեղ պետության, այլ ուժեղ առաջնորդ ունեցող Թուրքիայի առաջ։ Artık eskisi gibi güçlü bir devlet değil, güçlü bir lideri olan Türkiye var karşımızda. Yani bununla beraber gelen çok önemli bir durum, sonuç. Önceden öngörülmesi kolay bir Türkiye vardı. Şu anda öngörülmesi daha zor bir Türkiye var. Նախկինում Թուրքիայի գործողությունները հեշտ էր կանխատեսել։ Հիմա շատ ավելի դժվար է։ Եթե ընդհանուր առմամբ նկարագրենք Թուրքիան, սա է իրականությունը։ Մյուս կողմից պետք է տեսնենք, որ նման ավտորիտար ռեժիմները դիմացկուն չեն։ Ինչպես նրանց գործողությունները անկանխատեսելի են, այնպես էլ շատ դժվար է կանխատեսել, թե որքան կարող են նրանք գոյատևել, որքան կարող են պահել իրենց իշխանությունը։ Որովհետև սա այլևս խաղ չէ, մեզ հայտնի կանոններով։ Թուրքիայի կառավարությունը, Թուրքիայի ռեժիմը սահմանել է խաղի նոր կանոններ։ Rejimler çok dayanıklı rejimler de olmuyorlar. Yani nasıl onların ne yapacakları öngörülemezse, onların ne kadar var olabilecekleri, nereye kadar iktidarlarını sürdürebilecekleri de öngörmesi çok zor. Çünkü artık bildiğimiz kurallarıyla bir oyun oynanmıyor. Yeni bir kurallar sistemi kurmuş bir iktidar var, bir rejim var Türkiye'de. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման այս գործընթացը նման խաղ է այդ կանոններով, ձեր կարծիքով ինչ գործընթաց է սա։ Şimdi tabii bu normalleşme çok yeni bir hikaye değil. Հիմա իհարկե այս կարգավորումը նոր պատմություն չէ։ Տարբեր փորձեր եւ նախաձեռնություններ են եղել դեռ այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետությունն անկախություն ձեռք բերեց Տեր Պետրոսյանի ժամանակ եւ բոլորս հիշում ենք 2009 թվականի հայտնի Ցյուրիխյան արձանագրությունները։ Հիմա իհարկե կան զարգացումներ, որոնք տեղի ունեցան Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վրա հարձակումից, Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո։ 2020 sonrası yani Azerbaycan'ın
Karabağ saldırısı, Lerna'nın yani Dağlık Karabağ saldırısı. 2020 թվականից հետո։ Չեմ ասում, թե Թուրքիան այս քայլին գնում է ավտորիտարիզմի պատճառով, որովհետև Թուրքիան դառնում է ավտորիտար, բայց վերլուծելիս կարևոր է այն հարցը, որ դուք տվեցիք սկզբում։ Ինչ տեսակի կառավարության հետ եք խոսում։ Şimdi bununla ilgili analizi yaparken de sizin başta sorduğunuz soru önemli. Nasıl bir hükümetle görüşüyorsunuz? Yani siz artık bugün Demirel'le görüşmüyorsunuz. Այսօր դուք այլևս Դեմիրելի հետ չեք խոսում, Էջևիթի հետ չեք խոսում, Օզալի հետ չեք խոսում։ Թուրքիայում նոր տեսակի կառավարություն է։ Կարծում եմ հարաբերությունների կարգավորման այս գործընթացը սկսելու երկու հիմնարար պատճառ կա։ Bölgenin jeopolitikasına ilişkin. Նախ այս ամենն ուղիղ կապ ունի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության հետ։ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանը հեռանում է հարավային Կովկասում առաջին եւ վերջին խոսքն ասողի դիրքից։ Լեռնային Ղարաբաղում մարդկային մեծ ողբերգություն եղավ, որովհետեւ մարդկության աչքի առաջ, այո, նրանք ցեղասպանություն չգործեցին, բայց Ղարաբաղի հայերի էթնիկ զտում իրականացրեցին։ Büyük bir insanlık dramıyla da feyletti. Çünkü insanlığın gözü önünde evet soykırıma uğramadı ama bir etnik temizliğe uğradı Karabağ Ermenileri. Azerbaycan da aslında çoktan aslında Ermenistan'dan da önce belki Moskova'da Ադրբեջանը սարսնում է Մոսկվայի հետ հարաբերությունները։ Հեռանում է Մոսկվայից, գուցե անգամ Հայաստանից առաջ անելով այդ քայլը։ Եվ ինչ եք տեսնում հիմա։ Անսպասելիորեն տեսնում ենք, որ Ամերիկան ավելի ազդեցիկ է դառնում, այնպես չէ։ Ինչ է պատահել վերջերս։ Երկու առաջնորդները կարողացան հանդիպել Վաշինգտոնում Թրամփի հյուրընկալությամբ։ bir kayı daha etkin görüyoruz değil mi? Yani geçtiğimiz günlerde ne oldu? Evet, Washington'da Trump'ın Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին եւ այնտեղ հռչակագիր ստորագրվեց։ Եթե կարճ, ապա Կովկասում ստեղծվել է վակուում, աշխարհաքաղաքական վակուում։ Եվ այդ դատարկությունը լրացնելու պայքարն է այժմ ընթանում։ Birincisi bir boşluk, jeopolitik bir boşluk oluştu Kafkasya'da ve bu boşluk nasıl dolacağın mücadeleleri şu anda yaşanıyor. Buna tabii ki İran'ın etkisinin azalmasını da Իհարկե դրան պետք է ավելացնենք նաև Իրանի ազդեցության նվազումը եւ Իրանի հզորության անկումը։ Եթե մենք շատ մանրամասն աշխարհաքաղաքական վերլուծություն անեինք, գուցե կարողանայինք այս բոլոր հավասարումներին ավելացնել նաև Իսրայելի գործոնը։ Բայց ամեն դեպքում ականատես ենք բանակցությունների, աշխարհաքաղաքական, այսպես ասենք, հրման եւ ձգման շրջանի աշխարհաքաղաքական հավասարակշռության փլուզման եւ նորի ստեղծման շուրջ։ Pazarlığın bir jeopolitik itişmenin olduğu bir dönem. Evet. Türkiye'nin için bu boş ինչու է այս դատարկությունը կարևոր Թուրքիայի համար եւ ինչու է կարևոր Ռուսաստանի փոխարեն այդ տեղը վերցնելը։ Yer almak neden önemlidir? Şimdi zaten bu da ikinci sebebi, ikinci konuydu. Yani çok iyi sordunuz bunu. Zaten ikinci sebep de bu birinci sebepti. Yani bir jeopolitik tektonik hareketlilik yaşanıyor. Bir sismik hareketlilik yaşanıyor Kafkasya'da. Սա երկրորդ պատճառն էր, երկրորդ կետը։ Կա աշխարհաքաղաքական տեկտոնական շարժում։ Կովկասում սեյսմիկ ակտիվություն կա, եւ իհարկե սա կապված է նաեւ վերջին 15 տարվա ընթացքում Թուրքիայի իր դերի եւ տարածաշրջանի նկատմամբ տեսակետի փոփոխության հետ։ Թուրքիան այժմ ցանկանում է լինել տարածաշրջանային տերություն, որն ինքն է որոշում իր դիրքը։ Alakalı. Yani nasıl bir Türkiye var demiştiniz ya. Bu Türkiye artık kendisini bölgesel bir belirleyici güç olarak görmek istiyor. Ցանկանում է լինել տարածաշրջանի առաջնորդը, եւ խոսքը միայն հարավային Կովկասի մասին չէ։ Եկեք ուշադրություն դարձնենք սրան։ Տեսնենք Թուրքիայի զենքի եւ դիվանագիտության իրականում զենքի դիվանագիտության ուղղությունները։ Օրինակ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Օզալն էր իշխանության գլուխ եւ նա չէր ուզում չափազանց շատ խառնվել, բայց այս վերջին պատերազմին Թուրքիան ոչ միայն ներգրավեց, այլև ուզում էր բոլորը տեսնեն դա։ Özal çok girmek istemedi o işe. Ama bu son yeni savaşa bakarsak Türkiye hem girdi hem de girdiğini herkesin görmesini istedi. Evet. Այո։ Yani bu çok önemli. Սա շատ կարևոր է։ Զուգահեռաբար Թուրքիան այժմ զինված ուժեր ունի Սոմալիում, զինված ուժեր ունի Քաթարում։ Ինչու։ Silahlı güç bulundurıyor. Yani kendisini bölgenin yani bir tek yakın çevresi değil, genel olarak bölgede oyun belirleyici, oyun kurucu bir aktör konumuna geliyor. Kendisini Դիրքավորվում է որպես խաղի կանոնները փոխող, խաղի կանոնները որոշող գործոն տարածաշրջանում, ոչ միայն նրա անմիջական շրջակայքում, այլև ամբողջ տարածաշրջանում։
Թուրքիան իրեն այսպես ասած տարածաշրջանում կայսերական տերություն է համարում։ Եվ իհարկե չէինք կարող ակնկալել, որ անտարբեր կմնա Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ իր եւ Հայաստանի միջև հարաբերությունների մասով։ Հետևաբար շատ ակտիվորեն ներգրաված են այս ուղղություններում եւս։ Անընդհատ ասվում է, որ Թուրքիան որպես Ադրբեջանի գործընկեր ներգրաված է այս բանակցություններում կամ սակարկություններում, բայց իհարկե մենք նաեv պետք է տեսնենք սա։ Hani bir Türkiye beraberinde bir de Azerbaycan'ın partneri olarak, yani Azerbaycan'ın yanında olarak bu görüşmelerde veyahut da bu pazarlıklarda yer aldığını söylüyor. Ama tabii burada şunu da görmek gerekiyor. Մեկ ազգ երկու պետություն մենք սա լսում ենք ամեն օր։ Evet. Ama tabii bunun söylenmesi daha kolay. Hakikatten daha Այո, բայց իհարկե դա ասելն ավելի հեշտ է։ Իրականում հնարավոր չէ հավատալ, որ դա այնքան ճշմարիտ է գործում, որքան հնչում է, որովհետև երբ մենք նայում ենք Ադրբեջանին, ադրբեջանական դիվանագիտությունը պարտադիր չէ, որ միշտ գոհացնի Թուրքիային։ Լավագույն օրինակներից մեկը Գազայի ճգնաժամն է, բայց անկասկած, եւ դուք եւս կհիշեք Էրդողանն ասաց, որ ես սա ճակերտների մեջ եմ ասում, Ղարաբաղի հաղթանակն իր շնորհիվ էր։ Eşlemek mümkün değil ama şüphesiz ve hatta hatırlayacaksınızdır. Erdoğan tırnak içerisinde söylüyorum Karabağ zaferini kendisi sayesinde olduğunu söyledi ve bu Azerbaycan'da çok büyük bir rahatsızlığa yol açtı. Եվ դա մեծ անհանգստություն առաջացրեց Ադրբեջանում։ Եվ այնքան էլ իրատեսական չէ ասել, որ Ադրբեջանի ներկա ուժը միայն Թուրքիայից է գալիս։ Այո, Թուրքիան Ադրբեջանի կողմից է, բայց ասել, որ նրանք այստեղ մեկ մարդու նման են գործում, կամ այդ հայտնի խոսքի մեկ ազգ երկու պետություն սկզբունքով են գործում, հարցեր է առաջացնում։ Yani o meşhur sözdeki gibi iki devlet bir millet midir? O biraz soru işareti de koymak gerekiyor ama tabii ki Սակայն իհարկե Ադրբեջանը հայտարարում է, որ Թուրքիան չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, մինչև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև համաձայնագիր չստորագրվի եւ Զանգեզուրի Միջանցքի հարցը չլուծվի։ bu meselesi halledilmeden Ermenistan'la bir normalleşmeye gitmeyeceklerini ilan da ediyorlar zaten. Ինչու են Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում այս Զանգեզուրի միջանցքը Հայաստանից թուրքական աշխարհի միավորում Կենտրոնական Ասիա, ինչ խաղ է սա, ինչ ռազմավարություն է։ Türk dünyası, Orta Asya ne oyundur, ne stratejidir bunu. Ya bu çok açık değil mi? Haritaya baktığınız zaman çok açık. Միթե դա պարզ չէ։ Երբ նայում ենք քարտեզին, ամեն ինչ շատ պարզ է դառնում։ Նախ, Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր է էներգետիկ գծերի առումով։ Ինչպես ասացիք, ցամաքային կապն է դեպի թյուրքական աշխարհ, Կովկաս եւ նույնիսկ Չինաստան։ Այսպիսով նրանք իհարկե ցանկանում են վերահսկել այս գիծը։ Onu da eklemek gerekiyor. Uzanan bir hattı kontrol altına almak istiyorlar tabii ki. Bu biliyorsunuz 1915 içinde bazıları açısından bir gerekçe gösterilirdi değil mi? Yani böyle bir yayılma. Սա ինչպես գիտեք, որոշների կողմից նաև որպես արդարացում օգտագործվեց 1915 թվականի համար, այնպես չէ։ Հայերը ընկալվում են որպես խոչընդոտ նման էքսպանսիոնիստական նախագծերի համար։ Ես չգիտեմ, կողմ եմ այս տեսակետին թե ոչ, բայց միևնույն է, այս պնդումը եղել է դեռ այն ժամանակներից ի վեր։ Հիմա սա իրական խնդիր է, եւ ինչպես ես եմ հասկանում, խնդիրը նման միջանցքի գոյությունը չէ։ Սա նաև Վաշինգտոնում էր քննարկվում։ Խնդիրն այն է, թե ում ինքնիշխանության ներքո է լինելու այդ միջանցքը։ Եվ այս պահին Հայաստանը, Փաշինյանը, բախվում է շատ լուրջ դիմադրության, հասկանալի դիմադրության, թե երկրի ներսում, թե երկրից դուրս։ Եվ եթե ինքնիշխանության մասով Փաշինյանը հետ քայլ անի, դա նրան կդնի դժվար դրության մեջ։ Սրանից առաջ եւս նա եղել է բարդ վիճակներում, դուրս է եկել այդ վիճակներից, բայց այս անգամ amեն ինչ ավելի դժվար կլինի։ Büyük bir sıkıntıya sokacakmış gibi geliyor bana. Ինչու եք կարծում, որ հայ ժողովուրդը դեմ դուրս կգա ինքնիշխանության մասով հետ քայլին, ինչու է հայ ժողովուրդը դեմ այդ միջանցք կոչվածին։ Yani çünkü yani şimdi haritaya baksanız yeterli. Yani Ermenistan Որովհետև պարզապես նայեք քարտեզին, Հայաստանն ունի աշխարհի ամենաանհաջող աշխարհագրական դիրքը, եթե դիտարկենք պաշտպանության առումով։ Սահմանակից երկու պետությունները Հայաստանը համարում են իրենց գլխավոր թշնամին։ En önde gelen düşman görüyor neredeyse Ermenistan'ı. Ve şimdi bu en temel kendisini düşman gören iki tane devleti doğrudan birbirine bağlamaya evet demek hani jeopolitik açıdan herhangi yani yutması çok zor bir şey. Եվ հիմա այդ երկու պետություններին, որոնք իրենց արմատապես թշնամի են համարում, ուղղակիորեն կապելուն այո ասելը աշխարհաքաղաքական տեսանկյունից դժվար է ընկալել։ Հետևաբար առանց որոշակի երաշխիքների
Եվ երբ խոսքը երաշխիքների մասին է, ինչ արժեք կարող է ունենալ Թուրքիայի երաշխիքը Հայաստանի համար։ Մենք տեսնում ենք, որ վերջին ժամանակներում Հայաստանի արժեքը արևմուտքի աչքերում աճել է։ Իդեպ, սա միայն Հայաստանի ցանկություններից կախված չէ։ Batı'nın gözünden de Ermenistan'ın kıymetinin yakın dönemde yükseldiğini görüyoruz. Bu arada tabii bu bir tek Ermenistan istemesine bağlı değil. Եվ Արևմուտքն այժմ աջակցում է այդ Զանգեզուրի միջանցք կոչվածին եւ դրանով Թուրքիայի ու Ադրբեջանի կապին բացահայտ կերպով։ Ինչու։ Tabii neden destekliyor? Açıkçası. Tabii neden destekliyor? Çünkü şimdi Ermenistan'dan baktığınız zaman Ինչու է աջակցում, որովհետև երբ այդ միջանցքին նայում ես Հայաստանից, այն նշանակում է մի բան, երբ դրան նայում ես արևմտյան մայրաքաղաքներից, Ամերիկայից նշանակում է մեկ այլ բան, որովհետև այդ միջանցքի ստեղծումը նշանակում է, որ Կովկասը դեմքով դեպի արևմուտք է շրջվում։ yani artık Rusya'nın yörüngesinden, orbitinden uzaklaşması anlamına geliyor. Çok daha artık bağlantılı bir teritori oluşması anlamına geliyor. Այլ կերպ ասած նշանակում է հեռանալ Ռուսաստանի ուղեցրից։ Դա նշանակում է շատ ավելի փոխկապակցված տարածաշրջանի ձևավորում։ Հետևաբար, ինչպես ասացի, այստեղ կարևորն այն է, թե որտեղից կգան երաշխիքները։ Կարծում եմ Ամերիկայի երաշխիքը կլինի ամենավորոշիչ գործոնը։ Garantörlüğü burada en belirleyici olacaktır. Ve tabii ki kritik ikinci bir şey de tabii ki hem Amerika'nın garantörlüğü hem de Ermenistan'ın buradaki egemenlik hakkı. Իհարկե կարևոր է թե Ամերիկայի երաշխիքը, թե այն փաստը, որ Հայաստանը կարող է հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից այստեղ, նույնիսկ եթե Փաշինյանը ընդունի սա, կարծում եմ շատ դժվար կլինի համոզել հայ ժողովրդին ընդունել սա։ Ermenistan halkına kabul ettirebilmesinin çok zor olacağını düşünüyorum. Ermeni soykırımı meselesi. En zor meselesi. Հայոց ցեղասպանության հարցը ամենադժվար հարցը հայերի եւ թուրքերի միջև եւ ինչպես գիտեք, իհարկե կա թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը եւ այս կարգավորման գործընթացում կա նաեւ ցեղասպանության ճանաչման պահանջից հրաժարվելու նախապայման։ Ոչ պաշտոնապես, բայց մենք դա նկատում ենք։ Վերջին տարիներին Էրդողանի կառավարությունը փորձում է լռեցնել հայերին, հատկապես Հայաստանում։ Ինչու է հայոց ցեղասպանության հարցը դեռևս այսքան ծանր Թուրքիայի համար։ Meselesini Türkiye için hele böyle bir zor meselesidir. Tabii bunu yıllardır benim alanım. Սա տարիներ շարունակ իմ ուսումնասիրության ոլորտն է եղել։ Սա այն ոլորտն է, որն ուսումնասիրում եմ նաև հիմա։ Türkiye'nin varlığıyla ilgili bir şey. Yani Türkiye tabir caizse Batı Ermenistan'ın enkazı, yani Ermeni diyelim ki yazımında ve de Ermeni kamuoyunda kullanıldığı haliyle ve de Türkler Doğu Anadolu diyor. Kürtler Kuzey Kürdistan diyor ama nasıl derseniz deyin. Veyahut da şöyle söyleyelim. Tarihsel Ermenistan'ın enkazı üzerinden tabii ki kuruluyor bir yandan. Սա Թուրքիայի գոյության առնչվող հարց է։ Թուրքիան, այսպես ասենք, կառուցված է Արևմտյան Հայաստանի ավերակների վրա։ Արևմտյան Հայաստան, ինչպես նշվում է հայկական գրականության մեջ, հանրային խոսքում կամ ինչպես թուրքերն են ասում, Արևելյան Անատոլիա։ Քրդերն այն անվանում են Հյուսիսային Քրդստան, բայց ինչպես էլ որ անվանենք, Թուրքիան կառուցված է պատմական Հայաստանի ավերակների վրա։ Երկրորդ, երբ նայում եք Թուրքիային, Թուրքիայի հիմնադրման առասպելին կամ դրա հիմնադրման պատմությանը, տեսնում եք, որ թուրքերն իրենց նկարագրում են որպես մի ազգ, որը պաշտպանվել է հարձակումից։ Իմպերիալիստներից, հույներից, բրիտանացիներից, ֆրանսիացիներից սա համոզիչ փաստարկ է, բայց եթե հայերի պարագայում 1 միլիոնից ավելի զոհ կա, պատմության անհամապատասխանության առաջ ենք կանգնում։ Evet, Ermeniler yok edildi ama sorun bitmedi. Çünkü aynı bölgede bu sefer bir Kürt sorunu var. Մյուս կողմից ամեն ինչ բարդ է, որովհետև այդ տարածքներում թուրքերի խնդիրները դեռ չեն ավարտվել։ Այո, հայերը ոչնչացվել են, բայց խնդիրը դեռ չի ավարտվել, որովհետև նույն տարածաշրջանում այս անգամ կա քրդական հարցը, որը ավելի բարդ խնդիր է դառնում։ Այսպիսով, երբ խոսում եք հայոց ցեղասպանության ճանաչման մասին, խոսքը պարզապես ճանաչման մասին չէ։ Իրական ճանաչումը նշանակում է պատշաճ կերպով ճանաչում եւ դա անելիս նաեւ պետք է ունենալ ներկա խնդիրը լուծող ծրագիր։ Այն չկա։ Ամփոփելով, ճանաչումն անհնար է Թուրքիայի հիմնադրման առասպելի պատճառով։ Երկրորդ, դա անհնար է այն առումով, թե ինչպես են թուրքերը տեսնում իրենց, որովհետև նրանք ցանկանում են լինել զոհի դերում։ Kuruluş miti itibariyle mümkün değil. İki, Türklerin kendilerini görme biçimi itibariyle değil. Çünkü bir mağdur topluluk olarak görmek istiyorlar. Bunu çünkü ortaya berhava ediyor. Üçüncüsü Երրորդ պատճառ. Թուրքիան ներկայում ունի վերջին բավական երկար ժամանակահատվածում ամենաաջակողմյա կառավարությունը։ Իշխանության գլուխ կանգնած է ամենակրոնամոլ, ամենաիսլամիստ, ամենաթուրքազգայնական կառավարությունը։ Ağacı hükümeti iş başında.
en İslamcı, en Türkçü iktidarı söz veriyor. Ճանաչման առումով ավելի լավատես էի 2000-ականների սկզբին։ Ցավոք այս հույսը մարել է։ Ուզում եմ նաև հավելել, որ ցավոք Թուրքիան հասել է շատ կրիտիկական կետի։ Աշխարհով մեկ շովինիստական ալիք է տարածվում։ Թուրքիայում այս ալիքը շատ ավելի ուժեղ է։ Այսօր Թուրքիայում հակահայ տրամադրությունները հայերի դեմ թշնամանքը մի քանի անգամ ավելի լայն են տարածված, քան 2000-ականների սկզբին։ Նույնը քրդերի դեմ թշնամանքի պարագայում է։ Այսօր Թուրքիայում քսենոֆոբիայի մակարդակը բազմաթիվ անգամ ավելի բարձր է, քան 2000-ականների սկզբին։ Yani bütün dünya öyle bir şoven bir dalga var. Türkiye'de bu dalga çok daha kuvvetli. Şöyle söyleyeyim. Türkiye'de bugün Ermeni düşmanlığı 2000'lerin başındakinden kat be kat yüksek. Türkiye'de bugün Kürt düşmanlığı 2000'lerin başından kat be kat yüksek. Türkiye'de bugün yabancı düşmanlığı 2000'lerin başından kat be kat yüksek. Neden sen? Ինչու պարոն Թուրք Ելմաս։ Yani bu tabii bir defa Ամբողջ աշխարհում են հիմա նման գաղափարները տարածված։ Բացի այդ, ինչպես ավելի վաղ նշեցի, ավտորիտարիզմը։ Նման վիճակը պատճառը նաև այս ավտորիտար կառավարության քաղաքական լեզուն է։ Մի կողմից պատկերացրեք մի Թուրքիա, որտեղ Աբդուլհամիդներն են գովաբանվում։ Նրա ժառանգությունը կրկին ընդգծվում է։ Մյուս կողմից մի Թուրքիա, որտեղ Թալյատն ու Էնվերը կրկին հերոսներ են հռչակվում։ İşte bir yandan düşünün Abdülhamid'in kutlandığı, onun mirasının öne çıkartıldığı, öte yandan Talatların, Enverlerin yeniden kahraman ilan edildiği bir Türkiye bu. Bakın. Գիտեիք, որ քեմալականները Թալյատին եւ Էնվերին հերոսներ չէին համարում։ Հին Թուրքիան դեռ նրանց հերոսներ չէր համարում։ Մենք հասել ենք մի կետի, որտեղ Քեմալիստներ շինդիկ, բայց հիմա քեմալականները նրանց հերոսներ համարում են։ Այո, հիմա համարում են, որովհետև դա է ընդհանուր միջավայրը։ Դա հնարավոր դարձավ այս միջավայրում։ Bunu anlatmaya çalışıyorum. Sen Türk Yılmaz, Պարոն Թուրք Ելմաս, որոնք եք համարում հայոց ցեղասպանության երկու ամենակարևոր պատճառները։ Ermenileri sizce? Şöyle söyleyeyim mi bir de? Yani ben şunu da eklemek isterim. Türkiye her şeye rağmen Ermeni soykırımının inkarı meselesinde yenildi. Թույլ տվեք ավելացնել հետևյալը. Թուրքիան չնայած ամեն ինչին պարտվել է հայոց ցեղասպանությունը շղթելու հարցում։ Որովհետև Թուրքիայում 90-ականներից հետո սկսեց քննարկվել հայոց ցեղասպանությունը, սակայն ժխտողականությունը կա 1965 թվականից։ Որովհետև 1965 թվականից հայերը սկսեցին աշխարհով մեկ կատարվածն անվանել ցեղասպանություն։ Եվ 1965 թվականից հետո սկսված ժխտումը միայն Թուրքիայի ներքինը չէր, միայն Թուրքիայի համար չէր։ Դիվանագիտական հարց էր, եւ եթե նկատենք, Ամերիկան դիմադրեց մինչև վերջ։ Dikkat ederseniz Amerika sonuna kadar direndi. Բայց ճանաչեց։ Նույնիսկ Գերմանիան ճանաչեց, եւ Գերմանիայի ճանաչումը հետաքրքիր է, որովհետեւ Գերմանիան միակն էր, որը ոչ միայն ընդունեց Օսմանյան կառավարության կողմից հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, Kendi sorumluluğunu da kabul etti. O noktada önemliydi ama այլև ընդունեց իր սեփական պատասխանատվությունը։ Դա կարևոր էր, բայց ամեն ինչից անկախ ամենաճգնաժամային պահը Բայդենի վարչակազմի կողմից 2021 թվականի ապրիլի 24-ին ճանաչումն էր։ Türkiye'de inkarcılık bitmedi ama Türkiye inkarcılık mücadelesinde yenildi, kaybetti. Դրանից հետո Թուրքիայում ժխտումը չավարտվեց, բայց Թուրքիան պարտվեց։ Պարտվեց ժխտողականության պայքարում։ Եկեք ընդունենք դա։ Հիմա ցեղասպանության պատճառների վերաբերյալ դա իմ գիրքն է, իմ թեման։ Bunlar içerisinde Ermeni soykırımının kimse alınmasın en kötü çalışılmış bir soykırım olduğunu düşünüyorum. En zayıf çalışılmış bir soykırım olduğunu düşünüyorum. Իհարկե, սա շատ ավելի բարդ հարց է։ Ցավոք, ես կարծում եմ, որ հայերի ցեղասպանությունը աշխարհի բոլոր ցեղասպանությունների մեջ ամենավատ ուսումնասիրված ցեղասպանությունն է։ Կարծում եմ, որ դա ամենաթույլ ուսումնասիրված ցեղասպանությունն է։ Եվ մեղքը միայն գիտնականներին է եւ հետազոտողներին չէ։ İnkarcılığın sistematik, resmi inkarcılığın bunda başrol oynadığını düşünüyorum ben. Öyle ki akademisyenlere, araştırmacılara özgürce bu konu etrafında fikir geliştirmeleri, araştırmaları, anlamaları, çabalarının önüne geçti. Ve bu bir şeye dönüştü, bir ping-pong oyununa dönüştü. Թուրքիայում ժխտումը, համակարգված պետական ժխտումը կարևոր դեր է խաղացել այս հարցում։ Այն խանգարել է գիտնականներին եւ հետազոտողներին ազատորեն զարգացնել գաղափարներ, հետազոտել, հասկանալ եւ մտածել այս հարցի շուրջ։ Ուսումնասիրությունները վերածվեցին ինչ-որ պինգ-պոնգի։
Մի կողմից ժխտում են, մյուս կողմից դուք փորձում եք ապացուցել։ Elde edilecek bir şey yok. Çünkü inkarcılığın sebebi bilgi eksikliği değildir. Իրականում ապացուցելու բան չկա։ Գիտեք թե ինչու ապացուցելու բան չկա, որովհետև ժխտման պատճառը տեղեկատվության պակասը չէ, որովհետև ժխտումը քաղաքական եւ գաղափարախոսական դիրքորոշում է։ Եվ նույնիսկ եթե պատկերացնենք, թե ինչ է պատահել, ինչպես են հայերը կոտորվել Բիթլիսում, Կարինում, Էրզրումում, Տարոնում, ինչ է պատահել Վանում, ժխտելու դիրքորոշումը միևնույն է, չի փոխվի։ Երկար ժամանակ ցեղասպանագիտության ոլորտում մենք շատ սխալ հարց էինք տալիս։ Հարցնում էինք, ով ինչ է արել։ Պատասխանը իրականում ակնհայտ էր սկզբից։ Այսինքն շատ պարզ էր, թե ով է գործել հայերի ցեղասպանությունը, նաև շատ պարզ էր, թե ովքեր էին զոհերը։ Biz dolayısıyla uzun süre soykırım çalışmaları alanında çok yanlış bir soru sorduk. Kim ne yaptı sorusunu sorduk. Bunun cevabı aslında baştan belliydi. Yani bunu Ermeni soykırımının kimin yaptığı çok belliydi. Mağdurunun kim olduğu da çok belliydi. Çok belli. Ve maalesef yıllar yılı bu inkarcılığın sersemletici etkisi altında kaldı bu alan. Daha önemli sorular sizin sorduğunuz gibi sorulardı. Ավելի կարևոր հարց է այն, որը դուք տվեցիք, որն էր պատճառը, ինչպես կարող էր սա տեղի ունենալ։ Ինչ պատճառներ են մեղավորներին դրդել դրան, եւ ինչ հետևանքներ է ունեցել սա։ Ինչպիսի ինքնություն է սա ստեղծել, ոչ միայն թուրքական կողմում, ոչ միայն քրդերի, այլև հենց հայերի շրջանում։ Եվ ինչպես ենք մենք կատարվածը հիշում այսօր։ Bu Ermeniler için de doğru. Ve bugün nasıl hatırlıyoruz? Bence bunlar çok daha önemli sorulardı. Կարծում եմ, սրանք շատ ավելի կարևոր հարցեր են։ Բարեբախտաբար մենք հիմա ուսումնասիրում ենք այս հարցերը։ Թույլ տվեք ասել հետևյալը. գործոնները շատ են եղել, բայց գաղափարախոսական մակարդակում անգամ թուրքական ազգայնականության հետևում կար ամենակարևորը։ Ինչպես տարիներ շարունակ պնդել են շատ հետազոտողներ եւ գիտնականներ, կայսերական մտածողությունը։ Türkçülükten daha önemli bir şey olduğunu düşünüyorum. O da emperyal düşünceydi. Yayılmacılık düşünme. Yani eğer Enverlere, Talatlara bakarsanız bunlar ufacık bir Türkiye kurmak için yapmadılar yaptıkları şeyleri. Tam tersine bunlar tekrardan büyük bir dünya imparatorluğu olmak için yaptı. Էնվերները եւ թայլյատները այդ քայլին չգնացին փոքրիկ Թուրքիա ստեղծելու համար։ Հակառակը նրանք դա արեցին կրկին մեծ համաշխարհային կայսրություն դառնալու համար։ Kendilerince Ermenileri tabii bütün o güne kadarki sıkıntılarının, geriye gidişlerinin, başarısızlıklarının 1914'ün Eylül'ü Ekim'i itibariyle suçlusu ilan ettiler. Bir gibi scapegoat ilan ettiler. Ve Ermenileri Մյուս կողմից նրանք հայերին իհարկե հայտարարեցին իրենց բոլոր խնդիրների, անհաջողությունների եւ ձախողումների մեղավորներ։ Հայերին դարձրեցին քավության նոխազ։ Կարծում էին, թե վրեժ են լուծում հայերից, թե պատժում են նրանց թույլ տված սխալի համար։ Կարծես նրանց կողմից դավաճանվել են եւ մինչեւ այդ օրը թուրքերի հետ կատարված ամեն ինչ եւ հատկապես առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո թուրքերի հետ կատարված ամեն ինչ վերագրում էին հայերի դավաճանությանը։ Bu tabii ki bir fanteziydi. Çünkü onların dedikleri gibi Ermeniler isyan hazırlığında oldukları için değil. Սա իհարկե ֆանտազիա է, որովհետև հակառակ այս պնդումներին հայերն ապստամբության չէին պատրաստվում, անակնկալի էին եկել, անպատրաստ էին եւ մեղմ ասած գուցե չէին մտածել ապստամբելու մասին։ Şöyle söylenmeli ama belki de isyan etmeyi düşünmedikleri için bu başlarına gelmişti. Türkiye Ermenistan'da evet normalleşme süreci var ama Türkiye bir terrorsuz Թուրքիայի եւ Հայաստանի միջև կա հարաբերությունների կարգավորման գործընթաց ու նաեւ քրդերի հետ է Թուրքիան գործընթաց սկսել, որը կոչվում է առանց ահաբեկչության Թուրքիա։ Ինչ եք կարծում դրա մասին։ Հավատում եք այդ գործընթացին։ sürecine. Şöyle söyleyeyim. Yani bu defa bu sürecin adını doğru koymak lazım. Bu Kürtlerle barış süreci değil. Bu PKK network'üyle Türkiye'deki rejim arasındaki ilişkilerin yeniden düzenlenmesi süreci. Թույլ տվեք այսպես ասել, մենք պետք է ճիշտ անվանենք այս գործընթացը։ Սա քրդերի հետ խաղաղության գործընթաց չէ, սա քրդական աշխատավորական կուսակցության ցանցի եւ Թուրքիայի ռեժիմի միջև հարաբերությունների վերակառուցման գործընթաց է։ Konuşulan konular arasında Kürtlerin haklarına dair hiçbir şey yok biliyor musunuz? Dil hakkı yok. Özerklik, federasyon, kültürel haklar bunların hiçbiri yok. Konuşulan şey şu anda PKK'nin silah nasıl bırakacağı, silah bıraktıktan sonra başına neler geleceği,
nerelerde yani bu militanlarının nereye gidecek? Որովհետև հետաքրքիր է, որ քննարկվող թեմաների մեջ քրդերի իրավունքների մասին ոչինչ չկա։ Քրդերենի հատուկ կարգավիճակի, դաշնության մշակութային իրավունքների մասին ոչ մի խոսք չկա, ոչինչ։ Քննարկվում է, թե ինչպես է քրդական աշխատավորական կուսակցությունը վայր դնելու զենքերը, ինչ է լինելու նրանց հետո, ուր են գնալու այդ զինյալները եւ ինչ է լինելու քրդական աշխատավորական կուսակցության անդամների կամ քաղաքական գործիչների հետ, որոնք ներկայում բանտարկված են։ Հետևաբար այստեղ քրդերի վերաբերյալ որևէ գործընթաց չի ընթանում։ Երկրորդ եւ ավելի հետաքրքիր փաստ է, որ բանակցություն վարվում է մեկ զրուցակցի հետ։ Միակ զրուցակիցը Օջալանն է։ Օջալանը բանտում է 26-27 տարի, եւ այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսի գաղափարախոսություն է նա դավանում հիմա, որովհետեւ եթե նայենք նրա վերաբերմունքին 1999 թվականից ի վեր, անհնար է կանխատեսել նրա դիրքորոշումը, թե ինչ է նա պաշտպանում կամ ինչ է ուզում հիմա։ Եվ այսպես, ըստ էության, քրդական աշխատավորական կուսակցության ցանցը մտել է շատ վտանգավոր փուլ։ Ինչու է այն այդքան վտանգավոր? Որովհետև այս գործընթացի մեծ վտանգն այն է, որ եթե ձախողվի, քրդերը չեն վերադառնա այնտեղ, որտեղից սկսել են։ Նրանք շատ ավելի հեռու են գնում։ Քրդերը, մենք սա մեկ անգամ արդեն ապրել ենք Թուրքիայում։ 2013-2015 թվականներին քրդական հարցը հետազոտող առաջատար մասնագետներից Միխայել Գյունտերի հոդվածը տեսա 3 հաշտեցման, կարգավորման, էթնիկ լարվածության մասին։ Նա նույնպես կիսում է այս մտահոգությունն ու կանխատեսումը։ Նա asում է, որ սա հավանաբար ձախողման դատապարտված գործընթաց է։ Ve etnik gerilimler ve çözüm konusunda onun bir makalesini gördüm. O da bu kaygısını ve öngörüsünü paylaşıyor. Bu muhtemelen başarısızlığa uğrayacak bir süreçtir diyor. Umuyoruz ki öyle olmayacaktır, olmasın. Ama benim de görüşüm Günter'le aynı istikamette. Մենք հուսով ենք, որ այդպես չի լինի, բայց իմ տեսակետը նույնն է, ինչ Գյունտերինը։ Նույնիսկ եթե գործընթացը հաջողվի, ապա դա չի նշանակի, որ քրդերի իրավունքները պաշտպանված են կամ որ քրդական հարցում առաջընթաց է եղել, որովհետև սա ըստ էության քրդական աշխատավորական կուսակցության ցանցի հետ կապված գործընթաց է։ Չգիտեմ, սա բավարար պատասխան էր ձեզ համար։ Network'üyle ilgili bir süreç olarak yürüyor. Bilmiyorum bu cevap oldu mu size? Oldu, այո, բավարար էր, պարոն Թուրքիելմաս, կրկին շնորհակալություն այս հնարավորության համար։ Շնորհակալ եմ։ Վերջում միայն հավել ենք, որ թեև քուրդ պատմաբանը նշում է, Թուրքիայի ժխտողականությունը սկսվել է 1965 թվականից, երբ հայերը սկսեցին ճանաչման գործընթացները, իրականում թուրքերի ժխտողականությունը սկսվել է հենց ցեղասպանության պահին, երբ վերացնում էին հանցանքն ապացուցող փաստաթղթերը, ուղիղ հրամանները։ Մինչև հանրապետական վաղ շրջանում թուրքական արխիվների զտում։ Ամեն ինչ մաքրել են եւ միայն դրանից հետո են օրինակ առաջ տանում ժխտողականության գլխավոր թեզերից մեկը։ Արխիվները բացելու առաջարկը։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։